Այլմոլորակային ահաբեկիչները 1990-ականներին Արցախում բարձրաստիճան զինվորականի սպանության թեման հայաստանյան քաղաքական գզվռտոցում արցախցիների մեղքն ու Բաքվի անձրևները։ Ողջույն, ես Նորայր Հովսեփյանն եմ, իսկ սրանք այն թեմաներն են, որոնց մասին խոսելու ենք առաջիկա րոպեների ընթացքում, բայց մինչ օրվա թեմաներին անցնելը ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ YouTube-յան ալիքի բոլոր բաժանորդներին, ովքեր չեն բաժանորդագրվել, սիրով հրավիրում եմ, իսկ այս նախագծին հավատալու և աջակցելու համար շնորհակալություն Իվան Ավանեսյանին։ Շաբաթը բավական բարձր նոտայով սկսվեց, ոչ ավել, ոչ պակաս, ահաբեկչության սպառնալիք։ Տեսանյութին մի սպասեք, սկզբունքորեն դեմ եմ դրա տարածմանը և չեմ տարածի անգամ ամենաբարի նպատակներով, բայց դրա մասին խոսելը ամեն դեպքում կարծում եմ պարտադիր է։ Զուտ պաշտոնական տեղեկատվության համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի նկատմամբ սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութի վերաբերյալ քրեական վարույթ է հարուցվել, այդ մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն։ Ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն անհայտ անձինք ատելության և անհանդուրժողականության շարժառիթով ուղիղ եթերի ժամանակ խուլիգանական դրդումներով զուգորդված Հայաստանի Հանրապետության վարչապետի նկատմամբ նրա պետական և քաղաքական գործունեության հետ կապված քաղաքական հայացքներով պայմանավորված տարածել են սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող տեսանյութ։ Այդ մասին հայտնում են քննչական կոմիտեից։ Պաշտոնական հաղորդագրությունից շատ ավելի հետաքրքիրը մեկնաբանություններն են ամենատարբեր մակարդակներով։ Սկսենք նրանից, որ N գլխից որոշվեց, որ տեսանյութի հերոսները արցախցիներ են։ Հիմքում այն էր, որ տեսանյութում միակ խոսողը Արցախի բարբառով էր խոսում։ Դեռ ավելին, որոշ վերապահումներով անգամ կարելի էր ենթադրություն անել, թե խոսողը Արցախի հատկապես որ բնակավայրի բարբառն է օգտագործում։ Պաշտոնական տեղեկատվության մեջ արցախցիների հանգամանքը, որքան հասկացա, չի շեշտվում։ Այդ դեպքում ինչու են ոչ պաշտոնական խոսույթով հայրենի պաշտոնյաները անընդհատ շեշտում արցախցիների պարագան։ Սա հուզված գնահատական չէ, այլ սառը հարց։ Արցախցիները Փաշինյանին վնաս տալու ավելի մեծ ցանկություն, ենթադրում եմ, կարող էին ունենալ, ասենք 2023 թվականի աշնանը, երբ Արցախից Հայաստան հասան 3 տարվա ընթացքում 3 պատերազմ տեսնելուց, 9 ամիս իրենց երեխաներին կիսասոված տեսնելուց, հարազատներ կորցնելուց ու վերջում էլ հարազատների գերեզմանները կորցնելուց հետո։ Կարելի է չէ ենթադրել, որ այդ պահին հուզմունքը, նույն Փաշինյանի դեմ վատ տրամադրվածությունը պետք է ավելի շատ լիներ, բայց ոչ մի արցախցի այդ ընթացքում Փաշինյանի դեմ մահափորձ չարեց, ու հիմա հանկարծ 3 տարի հետո որոշել են ահաբեկչական խումբ կազմել ու հարձակվել։ Մի տեսակ էժան ֆիլմի սցենար է հիշեցնում, իսկ այդ պլանների մասին հրապարակային խոսելը ոչ մի քննադատության չի դիմանում։ Ասում են Արցախի դրոշի տակ են խոսել, բա կողքին էլ Հայաստանի Հանրապետության դրոշն էր կախված։ Գուցե հենց ասենք Հայաստանի Հանրապետության, այսպես ասենք, ներկայացուցիչներն էին Փաշինյանին սպառնում։ Իսկ ինչ վերաբերում է բարբառին, ապա վստահ եք, որ եթե երկրորդ շարքում անխոս կանգնած ավտոմատավորները խոսեին, ասենք Իջևանի բարբառով չէին խոսելու կամ Երևանի ժարգոնով։ Իսկ դուք այդ դեպքում նույն ոգևորությամբ ասելու էիք Իջևանի բարբառով խոսողները ահաբեկչություն են նախապատրաստում։ Չեմ հավատում։ Իսկ այ արցախցիների վրա կարելի է ինչ-որ բաներ բարթել։ Այս թեմայի հետ կապված հետաքրքիր դրվագներից մեկը նույն օրը Փաշինյան-Օսիպյան բախմանն էր վերաբերում։ Օսիպյանին ճանաչողները գիտեն, Արցախում բողոքել է բոլոր իշխանությունների օրոք, թե ում կողմից է ֆինանսավորվել այդքան տարիների ընթացքում, իսկապես դժվար է միանշանակ ասել, կարելի է կասկածել, ենթադրել, բայց դե ապացույցված ակնհայտ փաստ գոնե ես չունեմ։ Հիմա նույն Օսիպյանը քարոզարշավի շրջանակում, նույն այդ տխրահռչակ տեսանյութը տարածվելու օրը հանդիպում է քարոզարշավ անող Փաշինյանի հետ ու սկանդալը սկսվում է։ Ադրբեջանը ինքը պահանջ է դնում, ընդ որում հիմնավորը միջազգային ըստ միջազգային իրավունքի։ Պահանջի ինչումն է, ասում է բանը Ադրբեջանի փախստականները պետքա վերադառնան։ Ում դեմ է դնում պահանջը։
Պահանջը մի վարքյան, պահանջը համենայն դեպս երբ որ հայտարարում է։ Համենայն դեպս չի մեր օրակարգում տենց հարց չկա, մի եկեք ստից բաներ չէ, ինքը ասում է իր ասելով չի։ Իր ասելով չի։ Հիմա դուք կարում եք այստեղ։ Իր ասելով չի, դու ինչ ես եկես տեղ ադրբեջանական նարատիվներ տալու։ Իր ասելով նարատիվները դուք իր ասելով չի։ Մի քիչ ցածր խոսացեք։ Դե մի եկեք ցածր Դե դեմը ոչ ցեշ կա, ոչ Քոչարյան, որ տենց կեղտում փարված է, դուք եմ մատ թափտակ։ Այո, չեք կառուցել։ Դուք եք փոստատառոցել, ինքերս դարում եք։ Սուտ ես տեսնում, այդպես։ Ձերները թլի Այո, համաձայն ենք։ Թող ռադն Փաշինյանը չէր հանգստանում, անգամ հանդիպումից հետո նորից հիշեց ու հիշեցրեց Ղարաբաղի հարցը փակված է, բայց դա էլ դեռ ամենը չէ։ Ուրեմն ես ասում եմ, այդ լակոտները, որ գալիս մեզ բրդում են, թող բացատրեն ինչ են իրանք կենթանի եւ ինչ են մեր տղեկը զոհված։ Թող բացատրեն։ Էական չի, իրանք իրավունք չունեն գանստեղ խոսալու։ Իրանք պետք է գնան վեր ընկնեն տեղները եւ հանգիստ նստեն։ Թող իրանք այդ Արտուրո Սիպյանից թող բացատրի ինքը ինչի է կենթանի, ինքը ինչի է զոհված, ինքը ինչի չի զոհված, ինքը ինչի է հիմա եկել են մեզ ասում են 5000 զոհ։ Ինքը ինչի է կենթանի, պետքա բացատրի։ Թիկունքում բաներ անում, պայոկեր ուտում թիկունքում։ Մյատել եկել է բանը, յակը միսկի խումբ, Ղարաբաղի հարցը, չկա Ղարաբաղի հարց։ Ով որ ուզենա Ղարաբաղի հարց բացի, ինձ հետ գործ ունենալու Հայաստանի ժողովրդի հետ գործ անել։ Ղարաբաղի հարցը փակված է։ Ինչու չեք մեռել, հավատացեք, սա պատահական հարց չի, ցավոք, այն տպավորությունն է, որ սա միայն Փաշինյանը չի լավագույն տարբերակը համարում արցախցիների համար։ Ազգովի կարծես ավելի թեթև կտանեինք, եթե առնվազն 120,000 զոհ ունենայինք 2023 թվականին Արցախում։ Ի վերջո ավելի էժան կնստեր, ասենք Ծիծեռնակաբերդի կողքին 10 անգամ ավելի փոքր մի հուշարձան էլ կանգնեցնեինք ու մի սքոր էլ ունենայինք, քան փրկվածներին որևէ կերպ տեղավորեինք, նրանց վրա միջոցներ ծախսեինք ու վերջում էլ նրանց անխուսափելի բողոքները լսեինք։ Բայց մի անգամ էլ լսենք Փաշինյանին, թեմային նա կրկին անդրադարձավ նույն օրվա վերջին, որպես արդեն օրվա ամփոփում։ Չէ, իսկապես Ղարաբաղյան պսևդոէլիտայի ցանկացած ներկայացուցիչ, որ խոսում է իբր 5000 զոհի մասին, ներառյալ դիմակավոր փսլնքոտները պետք է նախ հիմնավորեն իրենք ինչու են կենթանի, ինչու հազարավոր հայաստանցի երիտասարդներ զոհվել են իրենց համար եւ իրենք ինչու են կենթանի, որ հիմա եկել են Հայաստանում ուզում են նորից հրահրել ներքին բախումներ եւ Հայաստանը ներքաշել արտաքին բախումների մեջ։ Ես ձևակերպում եմ ընթացիկ քաղաքական պրոցեսի օրակարգը։ Ղարաբաղի պսևդոէլիտան, որը պատանդի կարգավիճակում է պահել եւ Ղարաբաղի եւ Հայաստանի ժողովրդին, այս քաղաքական պրոցեսի արդյունքում պետքա ծնկի բերվի։
Խոսքը պատերազմի եռագլուխ կուսակցության մասին է, ուժեղ Հայաստան հորդորժվող, Բարգավաճ Հայաստան հորդորժվող և Հայաստան դաշինք հորդորժվող ուժերի։ Դրանք նաև Հայաստան անունն են գողացել և Հայաստան անունը պետք է վերցվի դրանցից որպես ապուրենի ձեռք բերված գույք։ Սա է առաջիկա քաղաքական օրակարգը և մենք այդ օրակարգը պետք է իրականացնենք առանց Հայաստանին համակած ուրախությունը կորցնելու։ Լավ եղեք, սիրում եմ բոլորիդ։ Ու դա վերաբերում է ոչ միայն, այսպես ասած, պսևդո էլիտային։ Անհնար է չպատկերացնեք, որ եթե ասում եք արցախցի պսևդո էլիտա ու առանց անունների եք ասում, շարքային ցանկացած երևանցի կամ աշտարակցի կարող է դրա տակ հասկանալ ցանկացած արցախցու ու պետք չի հետին ամսաթվով ճշտել, պարզաբանել, թե ի նկատի ունեինք Ռոբին, Սերժին ու չգիտեմ էլ ում։ Ձեր թվարկածներին ու մյուսներին ոչ մի արցախցի չի ընտրել Հայաստանի Հանրապետության նախագահ, այն էլ 2 անգամ ու քիչ մնաց նաև 3-րդ անգամ էլ ընտրեիք։ Ձեր ասած Ղարաբաղյան կլանի մեջ փաստացի արցախցի գրեթե չկա, ու դա այս հարցը շահարկողները գիտեն ամենալավը։ Այդ դեպքում էլ ում համար եք ջուր պղտորում։ Կռվեիք, մեռնեիք թեմային ավելի ուշ կանդրադառնանք, մանավանդ առիթներ անընդհատ ստեղծում եք։ Առայժմ այսօրվա թեմային վերադառնանք սպառնալիքներով տեսանյութին։ Դա հանցագործություն է, միանշանակ։ Իսկ միջին կրիմինալիստը հանցագործության մեղավորին կսկսեր փնտրել նրանց շարքում, ովքեր այդ հանցագործության արդյունքում կարող են որևէ շահ ունենալ։ Արդյոք արցախցիները շահ ունեն նման տեսահոլովակ նկարելու, տարածելու դեպքում։ Արցախցիների շահը այս դեպքում կլոր 0 է։ Դա չհասկացողը կամ չտեսնողը կամ պետք է լինի անհուսալի տխմար կամ ակնհայտ թշնամի, ընդ որում թշնամի ոչ թե արցախցիներին, այլ թշնամի ընդհանուր համահայկական շահին ընդհանրապես։ Հաջորդ տարբերակն այն է, որ դա կազմակերպել է Հայաստանի Հանրապետության իշխանությունը։ Սա կարող ենք թեորիայի մակարդակում դիտարկել 50-50։ Ոմանք այդ այսպես ասած սպառնալիքների պատճառով կորոշեին ձայն տալ իշխանությանը, ոմանք էլ կհասկանային, որ սարքած գործ է, կհիասթափվեին եւ հակառակը քվեջ էին տա իշխանությանը, այսինքն այստեղ ռիսկերը շատ ավելի մեծ են եւ հավանականությունը ավելի փոքր, որ իշխանությունը կարող էր նման ռիսկի գնալ։ Ուշադրություն դարձրեք, ասում եմ, ռիսկը փոքր է, բայց չեմ ասում, որ բացառված է։ Հերթը հասավ ընդդիմությանը, հիմա կասեք ընդդիմությանը ինչ օգուտ, որ ինքը փորձի նման տեսանյութ գցել լրատվադաշտ։ Անել ու դրա համար մեղադրել իշխանությանը, սա մի առավելություն։ Հաջորդը չոր հաշվով միայն այն, որ այդ տեսանյութի արդյունքում Հայաստանի Հանրապետության հատուկ ծառայությունները ուժերի ու տեխնիկական միջոցների մի մասը այս օրերին կուղեին արցախցիներին հետևելուն, գաղտնալսելուն, օրինակ ընդդիմության համար արդեն պլյուս է, թե չէ ամեն օր իրենք են գաղտնալսումների հերոս դառնում, բայց ոչ մեկի մտքով անգամ չանցավ, որ այդ տեսանյութը կարող է լինել, այսպես ասենք, ոչ հայկական արտադրության։ 2020-ի պատերազմից հետո շատ պատմություններ են շրջանառվում, որ պատերազմի ընթացքում հանդիպել են ադրբեջանական ամբողջ ստորաբաժանումներ, որոնք խոսել են բավական վարժ հայերենով։ Իսկ գուցե հիպոթետիկ դիտարկենք, որ այս տեսանյութը կարող է նկարված լինել ոչ Հայաստանում եւ ոչ հայերի կողմից։ Իսկ ինչ կանեինք, եթե վաղն էլ այս նախաձեռնության հեղինակները որոշեին ու նման մի բան նկարեին, ասենք Սյունիքի բարբառով, Տավուշի բարբառով ու այդպես շարունակ։ Սա այն նույն հիբրիդային պատերազմն է, որի գոյությունը բացառում է հայրենի ընդդիմությունը եւ որի դեմ պայքարելու համար Եվրոպայից օգնություն է խնդրում հայրենի իշխանությունը։ Բա հիբրիդային պատերազմը եկել է հասել ձեր դուռը, դե պայքարեք կամ դե ժխտեք։ Պարտադիր չէ, որ լուրի վրա կամ այդ տեսանյութի վրա ռուսական կամ ադրբեջանական դրոշ լինի դրված, որ հասկանանք դրա էությունը։ Ի վերջո հիբրիդային պատերազմի նպատակը հենց այդ դրոշները քողարկելն է։ Իսկ մենք հերթական անգամ ցույց տվեցինք, որ այդ պատերազմին անպատրաստ ենք, թե իշխանությունը, թե ընդդիմությունը ու թե հասարակությունը։ Մի բան է հուսադրում, այդ օրը բոլորիս մենյուն նույնն էր։
բոլորով նույն կուտը կերանք։ Մի խոսքով իսկական կոմունիզմ։ Ադրբեջանում մի քանի օր շարունակ հեղեղումներ են գրանցվել Ադրբեջանի տասնյակ բնակավայրերում։ Առաջարկում եմ դեպքի վայրից կադրերը դիտենք, Բաքվի հայտնի զբոսայգին է հայտնվել ջրի տակ։ Ու սա միակ դեպքը չէ, հաջորդ կադրերը, եթե չեմ սխալվում, կրկին Բաքվից են։ Հիմա կասեք ես աղի ու մաղի արանքում ինչու եմ հիշել Ադրբեջանում հեղեղները։ Անկեղծ ասած ինձ ոչ թե Բաքվի հեղեղներն են հետաքրքիր, այլ դրանց մեր ընդհանուր տեղեկատվական ու նաև քաղաքական դերակատարների մոտեցումը։ Հայաստանյան քանի լրատվամիջոց է անդրադարձել այդ հեղեղներին, դրանց պատճառով Ադրբեջանում հետաձգված, այդ թվում նաև միջազգային միջոցառումներին։ Կարող եք ասել գրեթե ոչ մեկը ու հավատացեք չեք սխալվի։ Իսկ ով պետք է խոսի։ Բաքվի ձախողումների մասին իշխանական թևը չի խոսի, դե որովհետև խաղաղության դարաշրջան է, ընդդիմությունն էլ չի խոսում, քանի որ Բաքվի ձախողումներից խոսելը անուղղակի թեկուզ հոգեբանորեն Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին կարող է ընկալել որպես Հայաստանի առավելություն, այս դեպքում Հայաստանի իշխանության առավելություն։ Այսպիսով ունենք Ադրբեջանի անհաջողությունների մասին լռող իշխանություն, Ադրբեջանի հաջողությունները ուռճացնող ու դրանով մեզ հասարակ քաղաքացիներից վախեցնող անդիմություն, որը գերադասում է Բաքվի անհաջողությունները չտեսնել։ Էլ ինչ դարդ ունի Ալիևը, միակ դարդն այն է, որ երբեմն նրան մեղադրում են Արցախի դեմ պատերազմ սկսելու դեմ, բայց Հայաստանից վերջնականապես այդ հարցում էլ աջակցեցին Ալիևին։ Ու բավական ծանրակշիռ աջակցեցին, հրապարակ է մտնում Ծառուկյանը առաջարկ Հայաստանին դաշինքով, չնայած այս դեպքում ավելի լավ կհնչեր չափալախ Հայաստանինը։ Տուգանքի մատերիալ չեն, բայց այսօր ժողովրդին դարձավ միայն տուգանքի մատերիալ, որ ասենք այսօր պատերազմը հրարեց Ալիևին վիրավորելով եւ պատերազմ սկսեց, որի պատճառով պարտություն, խայտարակություն, զոհեր, հաշմանդամներ, հողեր հանձնել։ Հերթական գաղտնալսումներն է հրապարակել հակակոռուպցիոնը, ավանդական ընտրակաշառքը թողնենք մի կողմ, դա ամեն օր կա, նորությունն այն էր, որ կրկին Արցախի թեման կար, բայց այս անգամ լրիվ ուրիշ կտրվածքով։ Արցախցիները հաստատ հիշում են Նորիկ Դանիելյանի սպանության թեման, սա 1990-ականների սկզբից մնացած չբացահայտված հանցագործություններից մեկն է։ Հերթական գաղտնալսումներում ով զարմանք, նաև այդ թեման է շոշափվել։ Բավական անսպասելի շրջադարձով։
Ընդ որում ձայնագրության մեջ հնչող անունները հաշվի առնելով կարելի է կռահել, որ զրուցողները բոլորովին էլ ուժեղ Հայաստանի շարքային անդամներից չեն։ Ամջան, մի կաղատեց ասեմ, ասեն չէ, չենք կարող, մեթանք, ամջան, բոզի տղա ես էլանք, աղբեր։ Պատկեսպես որ ասեն, ընես մարդիկա մեշը, որ էլ ասելու չէ, էլի։ ուրեմն տոշնել իմացել եմ տեղը, ապել, բայց էտի ուրիշ մարդու է իշկան ես գիտեմ։ դեպի չարենք ուրիշ մարդու է։ Նավիգատորը գրեք կոնգրես կետա կախպեր։ Ոշխներին կտանեմ, արա կեսը ոչ ճամփա գիտեն, ոչ դեղ գիտեն, դրա հորս տանեմ։ Ամեն մեկ այդ մատ նավիգատորով մարդ կնս, ասես կքշեք։ Դե տես պետք է անեմ աղբեր։ Կարեն 50,000 փողին փոխանցի։ Ինչ համար է պետք է Ախպեր զանգել են գոզում են։ Հարա ասա այ դեբիլն է, մյուս անգամ հետը հերախոսով այդքան փողի անունը գիտակ, որ ինչ արա ասա, մենց տղայք, սեզեսին կայնած են կտե արա, հորս արա։ Ախպեր մեկը բենզին։ Ախպեր 10 գրգել է, հետո 20, ախպեր բանը, բենզինովա մի ավտոն, եսի մի ինչ բան, ման մի հատ 20 էլ որ գրգես, նա գրգել եմ, դու իմացել է պրոստո։ Սախբեր երգույրը կնդապետ, կսին որ ինք պիղծը։ Էդի ում մասին է խոսք։ Կանդազի։ Մի խոսք իսենք էդ նույն տեղեկը, աղբեր։ Էդ նույն տեղեկը կանդազի հետ են, որովհետև գիտեն, որ եկուց կանդազում են պաշտոնի հետ առնելու դրաստանի, որ չտարավ։ Ախ, էդի պալյուվամը գուդի հետ նայան։ Որի գոհարնով հելիերը։ Ով։ Գոհար, միեր գոհարն են աղջիկն։ Սինքի։ Լավ։ Մինիմումը ինք պետք է դառնաս փյորկի հետ նախարար։ Քարորային ուր է։ Մարդ հաց պատերազմի հերոս կուզիմ հասկանամ որ համար։ Գտուկ դրերիք, գտուկ ծզի մեղա դրիք։ Դուք չիք դրի պատերազմի հերոս։ Ընկեր, ծզնե չէ։ Ոյ, արա։ Չեմ միենք ինձ հարկի պատերազմի հերոս Արեգանը սարքի։ Պատերազմի հերոսն է բրատ։ Արի տանեմ ցույց տամ։ Դեռնենք երապալոր ցույց տամ։ Երեք որ իրան բռնել են։ Արտակերտի միլպեդը իմ մոտն էր պայես։ Քսա ես ենթադրում եմ իրան բռնում են Դանելյան Նորիկի գործով։ Ինքը 1991 թվին Դանելյան Նորիկն եղել է Մարտակերտի պաշտպանական շրջանի առաջի կամավոր հրամանատար։ Դանելյան Նորիկ։ Զամն Դանելյան Նորիկին կակաճառը կամ դասինքսը կրակը։ Հանը կրղեց արգերը։ Արդյոք այս անգամ թեման կբացահայտվի կամ հանցագործները կպատժվեն, թե ամեն ինչ կմնա մշուշոտ ապագային, ցույց կտան առաջիկա զարգացումները։ Այսքանն ենք նախատեսել, ոչ պակաս հետաքրքիր զարգացումներ են սպասվում նաև առաջիկա օրերին, այնպես որ ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ, կհանդիպենք։